Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Բարև հարգելի հեռուստադիտող, Medinform-ի շրջանակում այսօր զրուցել ենք շատ տարածված մի թեմայի մասին, դա որովայնի առաջային պատի ճողվածքներն են։ Հիմա կհասկանանք, թե դրանց տարածվածությունը ինչպիսին է կանանց եւ տղամարդկանց շրջանում, ինչպես նաեւ առաջացման պատճառները եւ բուժման եղանակները։ Ես զրուցել եմ Եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ Մուշ Կնյազյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Եվ այսպես որովայնի առաջային պատի ճողվածքներ։ Նախ հետաքրքիր է այս խնդիրը ինչու այսքան տարածված, որտեղ է մարդկանց բաց թողումը։ Եթե տարածվածությունից սկսենք, այստեղ բաց թողումը երբեմն ավելի շատ մարդկանց չի բնությանն է, կոպիտ չակերտավորված էլի, որովհետև ճողվածքների առաջացման հիմքը մի մասը իհարկե մարդածին գործոններն են, բայց նաև այստեղ բնական բնությունը շատ մեծ դեր ունի, որովհետև ճողվածքները առաջանում են հիմնականում հենց բնական բացվածքներից, որովայնի առաջային պատի բնական բացվածքներից, որոնք կան, որոնցով դուրս են գալիս կարևոր օրգաններ, որոնք նախատեսված են այդ բացվածքները, բայց այսպես ասած զարտուղի ճանապարհով մեր ներքին օրգանները ճանապարհ են գտնում, այդտեղով դուրս գալու եւ ճողվածք առաջացնելու։ Այո։ Կա մարդու բաց թողում այս հարցում, ենթադրենք ոչ սպորտային կեցվածք ունենալը կամ նստակյաց կյանքը, սխալ կենսակերպ, այս գործոնները կարող են ազդեցություն ունենալ։ Հետաքրքիր է հարցը դրանով, որ այս գործոնները գրեթե ամեն ինչում դեր ունեն։ Բնականաբար նաև դեր ունեն այս հիվանդության պարագայում։ Նախ որպեսզի հարցերը ավելի մի քիչ հասկանալի լինեն մեր հեռուստադիտողների համար, մի փոքր սահմանեմ ճողվածքը ինչ է, ոնց է առաջանում, որ պատկերացնենք։ Եթե ոչ շատ գրքային բառերով ավելի հասկանալի, ճողվածքը մի պաթոլոգիա է, ախտաբանական վիճակ կամ հիվանդություն, ոնց սահմանենք, երբ որովայնի խոռոչի օրգանները արտափքվում են որովայնի առաջային պատի բնական կամ ձեռքբերովի թույլ հատվածներից։ Լավ, կմանրամասնենք։ Այս սահմանումը միայն իր մեջ չի ընդգրկում ներքին ճողվածքները։ Մենք ունենք ճողվածքներ, որոնք ներքին են, մենք իրենց արտափքումը չենք տեսնում որովայնի պատին, բայց որովայնի խոռոչում էլ կան բացվածքներ, բնական բացվածքներ, որով օրգանը իր տեղը փոխում է, տեղափոխվում է այլտեղ եւ առաջանում է ներքին ճողվածք։ Շատ լավ, դա չի երևում, բայց մարդը զգում է այդ բնականաբար արտահայտվում է ավելին, երբեմն կարող է արտահայտվել ավելի, արտահայտված ցավային համախտանիշով կլինիկան այստեղ ախտորոշումը ավելի բարդ է, որովհետեւ ստանդարտ, եթե քննարկենք ամենատարածված որովայնի առաջային պատի ճողվածքները, աճուկային ճողվածքներ, բորտային ճողվածք, սպիտակ գծի ճողվածք, դրանք տեսանելի են հիմնականում եւ նույնիսկ երբեմն դրանց ախտորոշման համար կլինիկական այդպես լուրջ գործիքային հետազոտություններ պետք էլ չեն, հա, կլինիկական օբյեկտիվ զննումը երբեմն բավարար է լինում։ Ներքին ճողվածքների ժամանակ բավականին տարբեր է, կան արտահայտված ցավային համախտանիշ, երբեմն կախված նրանից թե ինչ օրգան է ճողվածքի պարունակության մեջ, կարող են լինել դիսպեպտիկ երևույթներ, սրտխառնոց, փսխում, բայց տեսանելի որևէ բան չկա եւ դա ախտորոշումը մի փոքր բարդացնում է։ Այո, ճողվածքների դեպքում երևի թե միայն վիրահատական միջամտությունն է, այո, այսպես լուծելի միակ տարբերակը ճողվածքի լուծման, եթե լուծումից խոսենք, վիրահատական ճանապարհն է։ Ճողվածքները կարող են լինել ոչ սիմպտոմատիկ, երբեմն լինում է այդպես, երբ ճողվածքը առանձնապես մարդուն չի անհանգստացնում, մարդը կարող է այդպես ապրել, այս առումով մի քիչ պարտադիրության հարցն եմ էլի բերում, այսինքն ինքը բնականաբար ցանկալի է վիրաբույժի զննում, հասկանալ ինչ է ճողվածքը, ինչ փուլում է գտնվում, բայց լուծումը իր վերջնական միանշանակ վիրաբույժական ճանապարհն է։ Այլ տարբերակ չկա, որովհետև ինքը, այսպես ասած, մեխանիկական դեֆեկտ է եւ այդ դեֆեկտը պետք է փակել ինչ-որ ճանապարհով, որը ցավոք սրտի դեղորայքով կամ կոնսերվատիվ բուժմամբ հնարավոր չէ։ Այո, այ հետաքրքիր ճողվածքները, եթե նախնական փուլում են, նոր են առաջացել եւ ինչպես դուք նշեցիք, նկատելի են, այո, լինում, հենց սկզբից են նկատելի լինում։ Հիմնականում, այո, որոշ բացառություններ կան, կախված կոնստիտուցիայից հիվանդի ինչ
հիպերսթենիկ է, նորմոսթենիկ է, ժողովրդական լեզվով, այս հիպերսթենիկ, նորմոսթենիկը հանենք, նիհարի մոտ ավելի հեշտ է երևում, բայց երբեմն նոր սկսվող ճողվածքները կարող են այդպես արտահայտված չլինել ու նաև կախված իրենք որ հատվածում են, որովայնի առաջային պատին են, աճուկային շրջանում են, աճուկային շրջանում ինչքան բնական ճարպակալում կա, երբեմն դրանք կարող են շփոթեցնել, բայց հիմնականում հա։ Այո, եթե այդ նախնական փուլում է նկատելի է արդեն եւ մարդը հասկանում է, որ ճողվածքը կամ դիմում է մասնագետի այդպես է հասկանում էականը այս հարցից իմաստով դա չէ։ Հնարավոր է այս փուլում ենթադրենք ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով որոշակի քայլերի կատարելու միջոցով բժշկի կողմից ցուցումների կանխել հետագա ավելի խորացումը ճողվածքի։ Տեսականորեն հա գործնականում մի փոքր ավելի դժվար է, որովհետև եթե բացառեն գործոնները, այսինքն ճողվածքի առաջացման համար պետք են հետևյալ գործոնները։ Նախատրամադրող գործոններ, որոնք մարդկախյալ չեն, այսինքն սեր, դե տղամարդկանց մոտ բավականին անգամներով ավելի շատ է հանդիպում ճողվածքները։ Տարիք, ինչը բերում է որովայնի առաջային պատի թուլացմանը, ու լիքը շաքարային դիաբետ, հիվանդություններ, որոնք նախատրամադրող են, եւ գործարկող մեխանիզմ, այսինքն ֆոնը կա, պարարտողը կա եւ գործարկող մեխանիզմ։ Գործարկող մեխանիզմն են բոլոր այն գործողությունները, որոնք բերում են ներորովայնային ճնշման բարձրացման։ Այսինքն ցանկացած բան, որը մարդը անում է, որը կարող է բերել ներորովայնային ճնշման բարձրացման, կարող է լինել ճողվածքի այդ պահին առաջացման պատճառ։ Այսինքն առաջինը ծանր բան վերցնել, քրոնիկ փորկապություններ, երբ մարդը ունի խնդիր որովայնը ձգել։ Դա նույնպես քրոնիկ հազ, իհարկե ցանկացած բան, որի ժամանակ պացիենտը ստիպված է ձգել որովայնը։ Եվ թվում է մարզվելը միայն օգտակարություն, սակայն ճողվածքների հարցում կարծում եմ այն նաև նպաստող գործոն է, այո, առաջացման այս մասին խոսենք։ Մարզվելուն ճողվածքների պարագայում պետք է շատ նուրբ մոտենալ, որովհետև բնականաբար առողջ սնվելը, առողջ ապրելակերպ վարելը, չծխելը, օրգանիզմը տոկուն պահելը, դրանք նպաստում են, որ մեր բոլոր պատնեշները, այնպես նաև որովայնի առաջային պատը, ինչպես նաև լինեն ամուր։ Բայց բնականաբար, քանի որ մարզվելը պահանջում է էներգիա, ջանք, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հետևաբար ներորովայնային ճնշման բարձրացում, այս էլ իր հերթին կարող է նպաստել ճողվածքի առաջացման, այսինքն վարժությունները տեխնիկան պետք է անել ճիշտ, լավ, եթե կա նոր ձևավորված արդեն ճողվածք, այստեղ հիմնականում ստանդարտ վարժությունները ավելի շատ կնպաստեն այդ ճողվածքի մեծացմանը, քան կանխարգելմանը, այո, ու մաքսիմումը, որ հնարավոր է հարցին վերադառնալ, մաքսիմումը, որը հնարավոր է անել նոր սկսվող ճողվածքի պարագայում, այդ մաքսիմալ ճիշտ կենսակերպ վարել, որ ինքը այլևս կամ չմեծանա կամ քիչ սիմպտոմատիկ դառնա, բայց էլ հետ զարգացում չկա, եթե դեֆեկտը առաջացել է, եթե ճողվածքը առաջացել է, ինքը կամ կմնա նույնը կամ շատ մեծ հավանականությամբ ավելի կմեծանա։ Այսինքն կարող ենք փաստել, որ միակ ելքը վիրահատական միջամտությունն է ճողվածքը վերացնելու, այո, եւ խնդրեմ ներկայացրեք, թե վիրահատական միջամտության առումով այն ինչ նորամուծություններ կան, որոնք իսկապես ավելի էֆեկտիվ են դարձրել այս վիրահատությունը, եթե համեմատենք անցյալում կատարվող վիրահատության հետ։ Նախ ճողվածքի վիրահատությունը, ինչպես վիրաբուժական ամբողջ ճանապարհը բավականին մեծ այդպես փուլեր է անցել, ինչը նաև արտահայտվում է ճողվածքների պարագայում, որպեսզի ավելի հասկանալի լեզվով լինի, այստեղ մենք ունենք դեֆեկտ, ճողվածքը դեֆեկտ է, որը պետք է փակել, որի միջով որովայնի օրգանները դուրս չգան իրենց համար չնախատեսված տեղի ընդհանրապես կամ այդ դեֆեկտը փակվել է տարբեր եղանակներով։ Ի սկզբանե եղել են միայն տեղային հյուսվածքներով, կարելով, հա, այդպես։ Հիմա մեծ նորամուծություն առաջացրեց ցանցերի հայտ գալը, պոլիպրոպիլենային ցանցեր են, որոնք բավականին իներտ են օրգանիզմի հետ, որևէ խնդիր չեն առաջացնում, եւ այս ցանցերով պլաստիկան բավականին ճնշեց ռեցիդիվների կրկնությունների թիվը։ Լավ, հիմա ոսկե ստանդարտ է համարվում ցանցով պլաստիկան։ Բայց այստեղ ավելի այսպես նորամուծության մեզ եկավ այսպես օգնության լապարասկոպիկ եղանակը։ Ու բաց եղանակը, որը մենք գիտենք նույնիսկ այնքան այդ անունը հայտնի է, երևի արդեն ոչ բժիշկները գիտեն, դա Լիխտենշտեյնի մեթոդն է, բաց վիրահատության մասն եմ ասում, երբ այդ դեֆեկտը փակվում է բաց եղանակով, բաց կտրվածքով, ցանցով։ Ցանցը բավականին ամուր է եւ ճիշտ այդ վիրահատական շրջան վարելու դեպքում քաշի նվազեցման, այստեղ շատ կարեւոր է նաեւ քաշից խոսելը, որ
եթե հիվանդը շատ հիպերսթենիկ է, բավականին բարդ է աշխատել այդ ճողվածքների հետ, վիրահատությունից հետո հետվիրահատական շրջանի հետ, որովհետև որովայնի առաջային պատը թույլ է, ճարպակալում, շաքարային դիաբետ, դրանք գործոններ են, որոնք կարող են բերել ռեցիդիվի։ Ճիշտ է, ցանցի կիրառման պարագայում դրանք շատ ճնշված են տոկոսները, բայց ամեն դեպքում մեծ ռիսկի գործոն է ճարպակալումը եւ պետք է աշխատել հիվանդի նորմոսթենիկ կառուցվածքի վրա։ Բայց ցանցը բերես նրան, որ ճողվածքի խնդիրը կարելի է ասել վերացավ։ Հետաքրքիր որ դեպքերում կարող է կրկնվել ճողվածքը։ Ճողվածքի կրկնման մի քանի պատճառներ կան, այստեղ արդարության համար ճիշտ մենք բավականին զերծ ենք, եթե ստատիստիկորեն նայենք, շատ քիչ են այդ տոկոսները, բայց բժշկական գործոն, բնականաբար վիրահատությունը անել տեխնիկապես ճիշտ։ Եթե վիրահատությունը արվել է տեխնիկապես ճիշտ, հետվիրահատական ճիշտ վարում, այսինքն ցանցը պետք է ադապտանա օրգանիզմին, ինքը պիտի ամրանա իր մի խոսքով ճիշտ հետվիրահատական շրջան, առաջին շաբաթը հեսա կարելի, երկրորդը մի ամիս եւ այդ մարդը իր ֆիզիկական ծանրաբեռնվածության, գերծանրաբեռնվածության երբ կարող է վերադառնալ եւ այդ ժամկետները պահպանել է պետք։ Լավ, եթե ժամկետները խախտվեն, այդ էլ կարող է նպաստել ռեցիդիվների եւ ամենակարևորը, որ շատ կարևոր է, էլի այդ այնպես չի որ վիրահատեցինք, ցանցը դրեցինք, այդ ճարպակալումը շատ ցավոտ թեմա է, էլի իմ համար, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ, ճիշտ սննդակար, ճիշտ չգիրանալ, որպեսզի կատարված աշխատանքը իր տեղում մնա, էլի։ Դրանք են նպաստող գործոնները։ Այո, եւ իհարկե մասամբ նաեւ հորդոր էր սա հանրությանը, բայց վերջում մեր զրույցի կխնդրեի ձեր հորդորը ուղղեիք հանրությանը, ինչից խուսափել ճողվածքներ չունենալու համար։ Եթե անդրադառնանք մարզվելուն, ես ինքս մարզվել սիրող եմ շատ եւ մարզվելուն ճիշտ վարժությունները կատարել ճիշտ տեխնիկայով, որովհետեւ սխալ տեխնիկայով կատարված վարժությունները երբեմն բերում են ճողվածքների առաջացման։ Շատ ոչ միայն ծանր ճիշտ տեխնիկայով կատարված վարժությունները, սրանք ավելի շատ կասոցացվում են ողնաշարային միջողնային դիսկերից, կավառակների ճողվածքների հետ, բայց ես վստահեցնում եմ, որ սխալ ներվորովայնային ճնշման բարձրացումը վարժությունների սխալ կատարելը, երբ այդ վարժությունը օրինակ պետք է անել ձեռքերով, բայց մի խոսքով աշխատում են նաեւ այլ օրգաններ, բերում են նաեւ որովայնի առաջային պատի ճողվածքների առաջացմանը։ Առողջ ապրելակերպ բնականաբար դե լավ ու բարի բաներ է, էլի։ Ուտել, սնվել առողջ, չծխել, իրենք գուցե փոքր ֆակտորներ են, բայց ֆակտորներ են եւ ամենակարևորը հա, իհարկե, ծխելը ամեն ինչի վրա է ազդում, նաեւ թուլացնում է որոշակի մկանային տոնուս, ինչը վերաբերվում է նաեւ որոշակի որովայնի առաջային պատին։ Եվ ամենակարևորը, ինչ ես կուզենայի, որ մտներ մեր ժողովրդի այսպես մենթալիտետի եւ պետք չէ որ ճողվածքը ունի մի կարևոր առանձնահատկություն։ Ինքը չունի դեղորայքային բուժում։ Ժամանակի ընթացքում մենք ես ցիտում եմ իմ համար շատ կարևոր մարդու խոսքեր, ինքը ասում է շատ բան, ժամանակի ընթացքում մենք ավելի երիտասարդ եւ ավելի առողջ չենք դառնում, եւ այդ ճողվածքը ինչքան մեծանում է, ինքը եւ տեխնիկապես դժվար է ու խնդիր է վիրահատող վիրաբույժի համար, եւ հետվիրահատական շրջանը ավելի բարդ է հիվանդի համար։ Այսինքն պարտադիր չի ունենալ փոքր ճողվածք, ասել լավ դե թողենք, երբ այդ ճողվածքը կդառնա աճուկա փոշտային, ասենք կիշտի ամորձի մեծ խնդիրներ կառաջանան կամ կողակվի, բարդություն կառաջանա, նոր գնալ։ Ճողվածքը նկատելու պարագայում պետք է անմիջապես դիմել վիրաբույժի, որովհետև եթե անգամ իր բարդությունները շատ մեծ տոկոս չեն կազմում, իրենք բավականին այսպես վախեցնող բարդություններ են։ Շնորհակալ եմ բժիշկ հետաքրքիր եւ ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաև ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։